Ուրեմն մի որոշ ժամանակ էր մի այսպեսի վկայություն եղավ, թե Աստված ցույց էր տալի, թե ինչպես Մովսեսը Իսրայելի ժողովրդին առաջնորդում էր դեպի Քանանի երկիր։ Այդ ճանապարհը հատվածը բավականին դժվարություններ կար, եւ Փարավոնը հետապնդում էր, եւ ուզում էր Աստծո ժողովրդին դժվարություն պատճառել։ Եվ եկան հասան մի տեղ, որ էլ ելք չկար դուրս գալու, որտեղ նրանց առջև կանգնած էր կարմիր ծովը, եւ հետևից գալիս էր Փարավոնը իր զորքերով։ Եվ կարծես թե ժողովուրդը խուճապի էր մատնված, ինչպես այսօրերում ժողովուրդը խուճապի էր մատնված։ Բայց երբ որ Մովսեսը իր հայացքը ուղղեց դեպի Տիրոջը, Տերը խոսք ուղղեց իրան եւ ասեց, որ գավազանդ պարզի դեպի ջուրը եւ ծովը կբացվի եւ ժողովուրդը կանցնի։ Ուղղակի այստեղ իմ անհանգստությունը մի բանի վրա էր։ Ես տեսնում էի եւ Մովսեսը էր ինչ որ ակնթարթ խուճապի մեջ, եւ տեսնում էի, որ Աստծո ժողովուրդն էր խուճապի մեջ մատնված։ Եվ իմ հայացքը ուղղեց դեպի Մովսեսի դեմքին եւ հայացքս ուղղեց դեպի ժողովրդին եւ հայացքս ուղղեց դեպի կարմիր ծով։ Կարծես ելք չկար, բայց երբ որ Մովսեսը Տիրոջից առավ այդ հայտնությունը եւ Տերը իրեն ասեց, որ ձեռքդ պարզիր, երբ որ ծովը բացվեց, այդ ժողովուրդը անցավ։ Եվ Տիրոջից խոսք առա եւ ասեց. այս դժվարությունը կանցնի եւ դուք կունենաք հաղթություն, բայց գալիքում էլի կան դժվարություններ եւ կան անլուծելի խնդիրներ։ Ես ուզում եմ, որ ամեն մեկը իմ երեսը քանդի եւ ինձանից հայտություն առնի, եւ ես կտամ իմաստություն, եւ այդ իմաստությունը ձեզ կառաջնորդի բոլոր դժվարությունների մեջ եւ դուք հաղթություն կունենաք։ Եվ նաեւ այսօր որ նայում եմ աղոթքի անոց, այդ անհանգստություն վերեց, եւ Տերը հորդորում է, որ մենք չթուլանանք, ապա զորանանք ու քաջանանք։ Սա պատերազմ է։ Պատերազմի ժամանակը Աստծո ծառան թրծվում եւ ընտիր դառնում։ Եվ խոսքը եղավ Եփեսացիների 6-րդ գլխի 10 համարում, այստեղ էսպես ասում. «Ալասկետո եղբայրները զորացեք Տիրոջով ու անոր զորության կարողությունով»։ Եվ հորդորում է, որ մեր վրա Աստծո սպառազինությունը հագնենք, եւ այս նախադասությունն էր ինձ անհանգստություն պահում, պատճառում եւ ուշադրություն դարձնում, որ գրված է, որպեսզի կարող լինենք սատանայի հնարքներին դեմ դնելու, որտեղ այսօր նայում ենք, սատանան շատ հնարքներ ունի, նա իր գործողությունը հենց Եդեմական պատերազմից սկսած իր չար գործը կատարում է մինչև այս օրերը, եւ Տերը ուզում է, որ մենք զորանանք, Տերը ուզում է, որ մենք իր հետ ժամանակ անցկացնենք, Տերը ուզում է իր երեսը փնտրենք, լեցվենք, որովհետեւ կարողանանք առաջնորդվել, որովհետեւ մեր պատերազմը մարմնի ու այրունի դեմ չի, որովհետեւ մեր պատերազմը գրված է իշխանությունների ու պետությունների հետ է, եւ գրված է խավար աշխարհի իշխանների հետ եւ երկնավորների մեջ եղող չար ոգիների հետ է։ Իրոք պատերազմը շատ լուրջ է, բայց ես մի բանի մեջ ունեմ մխիթարություն եւ ունեմ ուրախություն, որ մենք ունենք հայր, որ նա Տերերի Տերն է եւ թագավորների թագավորն է։ Եվ որ սա դռները փակվում են, մի դուռ կա, որ բաց է, դա Հիսուս Քրիստոս դուռն է։ Եվ Տերը այսօր ուզում է, որ իրականում նրա առջև մենք խոնարհվենք, աղոթք անենք եւ նրա երեսը փնտրենք եւ որ բոլոր չար ճանապարհներից դառնանք, որպեսզի Տերը այցելի եւ մեզի բոլորիս ողորմություն անի։ Հավատացեք, ինքը մեր հետ է, ինքը այստեղ է գտնվում եւ այսօր ժամանակն է իրականում նրա երեսը փնտրելու։ Եվ այսօր ես նայեմ ինչքան հայրեր եւ մայրեր կան, երեխաներ կան, որ այսօր միաբանվել են մի տան մեջ եւ ընտանիքով պաշտամունք են անում եւ Տիրոջ երեսն են փնտրում։ Ինչքան երեխաներ կան, որ եղել է ժամանակ իրենց ծնողների երեսին կարոտ են եղել եւ ծնողներն անգամ ժամանակ չի եղել իրենց երեխաների հետ աշխատանք կատարել։ Բայց Աստված էս այդ հնարավորությունը տվել է, որպեսզի մեր ընտանեկան եկեղեցին կառուցվի։ Տերը օրհնի ձեզ եւ զորացնի։ Ես կուզեմ, որպեսզի առաջինը մենք Տիրոջ հետ հաղորդակից լինենք, երկրորդը մեր ընտանիքների հետ եւ երրորդը Աստված մեզ կօգտագործի իր փառքի եւ անունի համար։ Ես խնդրեմ, մի թուլացեք։
Մեզ պատահած բոլոր բաների մեջ Աստված արդար է եւ իրան սիրողներին ինչը որ լինում է, բարիի համար է լինում։ Եվ Տերը օգնական լինի, սա մի որոշ ժամանակ առաջ էլի այսպեսի մի վկայություններ ամներսումս։ Եվ Տերը հստակ խոսեց, ասեց ասա իմ ժողովրդին, որպեսզի աշխարհային ցանկությունները ուրանան, գրված ասոր գրքում Աստծո փոխարար շնորհքը երևաց եւ նա մեզ խրատում է, որպեսզի ամբարիշտություն ու աշխարհային ցանկությունները ուրանանք, որպեսզի զգաստությունով, արդարությունով, բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ եւ սպասենք մեր Տիրոջ փառավոր գալուստին։ Տերը օրհնի ձեզ, որևէ բան հենց այնպես չի լինում։ Աստծուն սիրողներին ինչը որ պատահում է, դա պատահում է միայն բարի համար։ Պատկերացրեք, եթե այդ փոքրիկ դժվարությունը հիմա չլիներ, բայց մենք համարում ենք մեծ դժվարություն։ Հնարավոր է այս ժամանակահատվածում ինչ լիներ, պատերազմ լիներ, համաշխարհային մեծ պատերազմ լիներ։ Հնարավոր է որ ավելի ու ավելի ահավոր բաներ լինեն։ Տերը այսօր մեզի կանգառա տվե, որ նրա երեսը փնտրենք, որովհետեւ նա լսվենք, զորանանք եւ առաջ դասվենք։